Մարտի 17-ին Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Մերի Մկրտչյանի մենահամերգը Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Երգչուհու խոսքով մենահամերգը գարնանային մեղեդիներ խորագիրն է կրում։ Այն կանանց միամսյակին է նվիրված եւ ուղղված է կնոջը, նրա նրբությանը, ուժին, զգացմունքներին ու գեղեցկությանը։ Ասեմ, որ երկար տարիներ է ինչ համագործակցություն ունեմ սիմֆոնիկ նվագախմբի հետ եւ եկավ այն պահը, որ հասկացանք, որ կարելի է նաև մենահամերգով հանդես գալ, քանի որ մենահամերգով ավելի շատ դրսում եմ հանդես եկել, շատ մեծ ցանկություն ունեի նաև իմ հայրաքաղաքում նաև ունենալ մեծ լսարանի մոտ մենահամերգ։ Ներկաներն ունկնդրեցին հոգևորից մինչև դասական կատարումներ, որոնց շարքում էին հայ, ռուս եւ արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Գյումրու սիմֆոնիկ պետական նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի խոսքով համագործակցությունը երկուստեք սպասված էր։ Վայո, Մերի Մկրտչյանը մեզ համար շատ կարևոր սոպրանոներից է։ Գյումրիում այսօր եւ դասավանդում է եւ սերունդ է ձևավորում իր գեղեցիկ ձայնով, բայց նաեւ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ արդեն իսկ ունեցած իր փորձը տանում էր այն եզրահանգմանը, որ մեծ բեմը սպասում է մեր համագործակցային ծրագրին։ Դասական արվեստի համար երբեք էլ հեշտ չի եղել, ուստի պետք էր արժանի մատուցել, նշում է Գյումրու համայնքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։ Գուցե մեծ քաղաքներում, մայրաքաղաքում խիստ ընդունված ձևաչափ է եւ հաճախ ենք հանդիպում նման համերգային երեկոների, բայց Գյումրիի պարագայում միշտ չէ, որ մեներգիչները, մեներգչուհիները պետական նվագախմբերի հետ ծրագիր կարող են բեմ բարձրացնել եւ այս իմաստով սա եւս կարող է լինել շատ դրական նախադեպ։ Հուսամ, որ այս երևույթը ոգևորություն է փոխանցում ոչ միայն մեներգչուհի Մերի Մկրտչյանին, այլև բոլոր այն ստեղծագործողներին, ովքեր գուցե հիմա մտածեցին նույնատիպ համերգային ծրագրեր ունենալ պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համագործակցությունը ստացված են համարում նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Շատ գեղեցիկ էր համերգը եւ ասեմ, որ շատ կարեւորում եմ մշակութային քաղաքում նման միջոցառումները եւ դասական երաժշտության երեկոները, որոնք շատ հաճելի է եւ քաղաքի նոր մշակութային շունչ են հաղորդում։ Սիմֆոնիկ նվագախումբը փաստում է, որ հնարավորություն է տալիս քաղաքին վայելելու նման երեկոներ համագործակցությամբ տարբեր արվեստագետների, որը մեծ պատիվ էր, որ այսօր Մերի Մկրտչյանը հանդես է գալիս դրամատիկական թատրոնի բեմից եւ իր տաղանդը ցույց է տալիս գյումրեցի հանդիսատեսին։ Հանդիսատեսը փաստեց, դասական երեկոն ստացված էր։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։